կանայք։ 6 տարյա գործ Չէ, մենք չենք իրար գործը չեն անում, ուրեմն չենք անում։ Պանդեմիայի ժամանակ քաղաքապետի Թողեք ու ժողովրդի հետ խոսեմ, չէ՞։ Գիտեք, մենք Տիգրանից մեկ 6 տարյա Երևանից Հիմա ես ուզում ձեզ մոտիկանալ, լրագրողները չեն խաղում։ Հաջորդ դե իրանց հեռացել եք։ Կարմինը կարեկին գնացել է ժողովրդական Ժողովուրդը կողքից Մի հատ բան ասեմ, ձեր ծնողների տարիքին է, դու հիմա շարունակում ես այդպես խնդրում ենք ոծալ, պես խնդրում ատ չնկարել, դուք շարունակում եք նկարել, ես իրաց եմ լսել, ձեզ չեմ լսել, ես իրենց եմ լսել, ձեզ չեմ լսել, դուք համոթանքել եք կարում, բատ դուք եք չի կարում, կանայք են, ներված են, Հանգիստ ենք, հանգիստ ենք։ Որոշեք ով ապա։ Չեք կարողանում 10 հոգով որոշել ով է խոսում։ Ինչ եք հետո մեզ Դուք հարցը գիտեք, դուք մեզ պատասխանեք։ Որ Մի վարքան դուք չգիտեք։ Գերարկա Հանրայշը Մենք 33 քաղաքացիական հասարակության եւ պետության կարիքների համար հանրային գերակաշահը ճանաչվել տարածքը եւ քամվել է 2007-ից 2009 թվականներին քամվել է 3.5 տարով Ֆիրդուսի եւ Նիգրան մեծ հանրային մեծամետ այսինքն կենտրոնը լավ կենտրոնը որ հրապարակի զանգին է կապելի պայմանագիր երկու բանի պայմանագիր իսկ քաղաքապետը Երևան Զախարյանը 2006 թվականին կելա պայմանագիր ձեռք բերող ընկերության հետ եւ հանդես եկել որպես պետություն, որպես կարգավորող մարդ։ Կառավարությունը ընդունել է որոշումներ 2007 թվականին, 2008 թվականին, 2009 թվականին։ Այդ որոշումները ինքը չի հիմա իրականացնում, ինքը դեռ չի կանգնում իր որոշումները։ Եվ մենք մնացել ենք փոխություն 7 տարի։ ասեմ, որ կառավարությունը մի քանի որոշումներ ունի եւ կառավարությունը ինտենսիվ բանակցել է կառուցապատողի հետ եւ տարբեր խողովակներով օգնելու, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Բայց կառուցապատողը մեզ խաբում է։ Եղել են, չեմ ուզում հիմա որևէ մեկին արդարացնել, հա, եւ մի շարք տեղեկատվություն չեմ տիրապետում։ Եղել են օբյեկտիվ խնդիրներ կապված ճգնաժամի հետ, որը ես կրկնում եմ, չեմ ես դուք խոսում եք, ես հանգիստ լսում եմ։ Ես հանգիստ լսում եմ։ Հիմա մի քանի նման խնդիրներ մենք ունենք Երևանում։ Մի խնդիրը Արամի փողոցի հետ է կապված, որ կառավարությունը ըստ էության լուծում է, որ դա չկա։ Ես ձեզ ուղղակի կարող եմ այս փուլում առանց մանրամասնելու ասել, որ նման այս խնդիրը ևս, ձեր խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է եւ ձեռնարկված քայլերը տալու են իրենց արդյունք։ Ես ուղղակի կարող եմ, չգիտեմ, որպես այս պահին իշխանություն ներողություն խնդրել բոլոր այն անհարմարությունների համար, բայց կրկնում եմ, այնպես չի, որ բոլոր ամեն ինչի մեղավորը կառավարությունն էր, փոքրիկ ինչ-որ չասեմ թերացումներ, օբյեկտիվ պատճառներ, միգուցե թերացումներ, մենք ունենք այն պատկերը եւ ինչ-որ ունենք։ Հիմա այս պատկերից, այս վիճակից ելնելու քայլեր կրկնում եմ, վստահեցնում եմ, որ կառավարությունը ձեռնարկում է։ Կան որոշ բաներ, որոնք քննարկվել է գաղտնի ռեժիմով, ներողություն չեմ կարող դրա մասին հրապարակել եւ ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք արդյունք կտեսնեք։ Որովհետեւ գիտեք ինչ, հիմա այստեղ ես գիտեմ, որ ես ասել եմ Մյուս կողմից ես ներողություն եմ խնդրում։ Ես ավելին չեմ կարող ասել այս։ Մենք ձեզ հասկացանք։ Իմ դիազորությունների շրջանակում ես ասում եմ այն, ինչ որ։ Մենք ձեզ հասկացանք։